Իշխող քաղաքացիական պայմանագիրը որոշել է Ստեփանավանում առաջիկա ՏԻՄ ընտրություններին չսատարել համայնքի գործող ղեկավար 6 տարվա իր թիմակից Արմեն Գրիգորյանին։ Խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն Ստեփանավանում ստացել էր ընդամենը 42% ձայն, ավելի քիչ, քան ընդդիմադիր ուժերը միասին։ Թեև քաղաքապետի հետ այսօր չհաջողվեց զրուցել, նրա մամուլի խոսնակ Արմինե Բալայանը չբացառեց, որ իշխող թիմը հենց այս քաղաքական հաշվարկով է առաջնորդվել։ Արդյունքում ՔՊ վարչության որոշմամբ Գրիգորյանի փոխարեն առաջադրվել է Ստեփանավանին միավորվող Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը, որտեղ իշխող ուժը ստացել էր համոզիչ 58%։ Կարծում եմ ամեն ինչ, ամեն մի ֆակտոր դեր ունեցել է, էլի։ Ամեն դեպքում այն, որ Ստեփանավանում քիչ թվով ձայն ստացել քաղաքացիական պայմանագիրը, դա կարող է վճռորոշ լինել Արմեն Գրիգորյանի թեկնածության որոշման հարցում։ Գուցե, հա, այո, իմ կարծիքով, հա, իհարկե, նշանակ կարաշտեր խաղալ, բնականաբար, եթե հաղթեր Ստեփանավանը, թեկնածուն կլիներ Արմեն Գրիգորյանը, դա իմ անձնական կարծիքն է։ Չնայած իշխող թիմի աջակցությունը կորցնելուն Արմեն Գրիգորյանը որոշել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին մասնակցել այլ կուսակցության ցուցակով։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջն այսօր տեղեկացրեց, որ նա առաջադրվելու է որպես Ստեփանավան, Լոռի Բերդ եւ Գյուլաքարակ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թե որ ցուցակն է գլխավորելու դեռ չի բացահայտվում, բայց խոսնակը չբացառեց, որ Գրիգորյանը կարող է ներկայացնել Երևանի ավագանիում քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա կազմած Հանրապետություն կուսակցությունը։ Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, քաղաքապետը չի պատրաստվում ընդդիմադիր դառնալ։ Այսինքն ընդդիմադիր է դառնում Արմեն Գրիգորյանը, ճիշտ եմ հասկանում։ Չէ, իհարկե ընդդիմադիր չի կարա, չէ, որ կուսակցությունն լինի, ոչ ընդդիմադիր։ Այլ կուսակցություն, բայց ոչ ընդդիմադիր։ Օրինակ, հավանական է, որ հենց Հանրապետություն կուսակցության թեկնածու։ Այդ հարցերին բերեք ինչ պատասխան, բայց բնականաբար կարծում եմ աջակցություն ունենք։ Աջակցություն էլի իշխանական թևերից։ Այո։ Ստեփանավանում իշխանության թեկնածու Արայիկ Ներսիսյանն ուշագրավ քաղաքական ու գույքային անցյալ ունի։ Նա 21 տարի եղել է Կողեսի գյուղապետը, 2017-ին ՀՀԿ-ի ցուցակով ընտրվել Լոռի Բերդի համայնքապետ, իսկ տարիներ անց դարձել նույն համայնքի ԿՊ-ական ղեկավարը։ Թեկնածության մասին հայտարարություններին զուգահեռ 3 Ստեփանավանի ավագանին պաշտպանության նախարար ստեփանավանցի Սուրեն Պապիկյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց։ Պետական պաշտոն զբաղեցնելով հանդերձ, եկե ոչ մի վարքյան Ստեփանավանի խնդիրները չի անտեսել եւ մենք համատեղ շատ ծրագրեր ենք իրականացրել այդ ամենի միջին իրարումը շատ մեծ է եւ նաեւ շարունակելու աշխատելի նպաստ թե պետության պետականության եւ միանշանակ իր ծննդավայրի եւ Լոռանի Ստեփանավան։ Շնորհավոր եմ մեր ընկերներին։ Համայնքապետարանի, ինչպես նաև Ստեփանավանին միացվող Գյուլաքարակի ֆեյսբուքյան էջերում միաժամանակ նախարարին մեծարող տեքստեր հայտնվեցին, նույնիսկ այն օրերին, երբ լրահոսը ողողված էր բանակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին լուրերով, ինչի համար պաշտպանական գերատեսչության ղեկավարը խիստ քննադատության է ենթարկվում։ Սուրեն Պապիկյանի մասին խոսելիս առաջին հերթին պետք է խոսել իր արմատները չմոռացող հայրենասեր մարդու, պետական հմուտ գործչի եւ իր հայրենի քաղաքի հանդեպ առանձնահատուկ նվիրվածություն ունեցող արժանի Ստեփանավանցու մասին։ Սուրեն Պապիկյանի պետական գործունեությունն առանձնանում է անձնական պատասխանատվությամբ, հետևողականությամբ եւ պետական շահի նկատմամբ առաջնային հստակ դիրքորոշմամբ։ Ստեփանավանում, սակայն, Պապիկյանների մասին խոսելիս առաջին հերթին հիշում են նախարարի հորը՝ Ռաֆիկ Պապիկյանին։ Քաղաքի կենտրոնում մսի վաճառքի կետ ունեցող Պապիկյան ավագին տեղացիները համարում են քաղաքի կադրային քաղաքականությունը որոշող ազդեցիկ դեմք, ով մշտապես պաշտոնյաների կողքին է տեղական միջոցառումներին։ Թեև ինքը հերքում է իր ազդեցությունը, քաղաքի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն ընդդիմադիր Լիլիա Հարությունյանը հակառակն էր պնդել։ Յուրաքանչյուր միջոցառում, յուրաքանչյուր մեծ միջոցառում, փոքր միջոցառում առանց Պապիկյան Սուրենի հոր չի անցկացվում։ Միշտ իրեն հրավիրում են, միշտ ինքը նստած է առաջին շարքերում, ղեկավարության կողքը քաղաքի, դա թաքցնելու բան չէ։ Հրավիրում են զուտ մենակ որպես Սուրեն Պապիկյանի հայր։ Դե հրավիրողին պետք է հարցնել, որպես ինչ են հրավիրում, որպես Պապիկյան Սուրենի հայր, թե որպես հարգարժան մսավաճառ։ Ասում են, որ անգամ եթե դուք մսավաճառ եք, էլի
կադրային քաղաքականությանը մասնակցում եք։ Ես չեմ մասնակցել հոտ ասում ատաղ, դրա համար կա կառույցներ, նրանք են զբաղվում այդ հարցը։ Մինչ իշխանական շրջանակներում վերադասավորումներ են, ընդդիմադիրները դեռ չեն շտապում բացել քարտերը։ Ուժեղ Հայաստան դաշինքի տեղի ներկայացուցիչներն Ազատությանն ասացին, որ այժմ քննարկումների փուլում են եւ վերջնական որոշում ունենալուն պես հանդես կգան հայտարարությամբ։